Երեխաներին ինչպես դաստիարակենք, որ լավ մարդ։ Իմ երեխաները ինձանից պետք է շնորհակալ լինեն, որտեղ իմ երեխաները նոր չեմ ասում, մի հատ մորոժնի կեղտոտ փողով չեմ օգտագործում։ Ազնվությամբ երթում ուզում եք տամ, ոչ թե ինձ համար եմ ես բոլորն անում, ու իմանան, որ ասենց հիմար մարդ տեղի կյանքում օրինակ վերցնեն։ Իմ գիրքը օրինակելի ուստանելի գիրք է, սկսած մանկապարտեզի երեխայից, մինչև ռոդանտ, դոլար։ Դոնալդն էլ իրամ տովրելու ինձանից։ Կա բան, որի համար փոշմանել եք, եթե ժամանակահետ տայիք, կփոխեիք։ 96 թվականին օժար կամքով դուրս եմ եկել, աշխատել խնայ բանկում, որտեղ աշխատավարձ շատ են տալի, հետո եղել եմ մինիստրի խորհրդական, մինչև 2000 թիվը, 2006 թվականին կցկվեց ձեռներս, որտեղ շիպած դուրս եք աշխատանքից։ 90 թվականի հռչակագրից ժամուկես հետո ես դարել եմ լյումպեն պրոլետար։ Իմ գրքերը եթե հնավ կարդացեք հարիֆը, ու շատ միրջա հարիֆը, երկրորդ գրքում, թե ինչու եմ ես ինձ անվանել հարիֆ, և վերջում երկրորդ գրքում գրել եմ, թող երկիր մոլորակի 7 միլիարդ բնակչության, կեսից ավելին իզման հարիֆ դինեն, բայց արի ուտես իմ ամբողջ կյանքից բարիքներս հռչակումից ժամուկես հետո ես դարձա լյումպեն պրոլետար։ Մինչև այսօր բողոքավոր եմ, արդեն ձգվել եմ այստեղ սաղացել։ Սա երկիր չի տարը, քննադատել եմ, սովետիներում քննադատել։ Ես ունեի այնքան առաջարկություն, որ դեռ 60-ական թվականին, երբ որ 19 տարի աշխատել առաջ ֆաբրիկայում, ես կարող էի անհատական թոշակ ստանալ, եթե 60 տարեկան լինեի։ Բայց քանի որ 40 տարի էր, ես այնքան նորություն ունեի, հերիքում էր, որ ինձ անհատական թոշակ տան։ Որ մինիստրի սովետի տեղի գիտեի, որ չերպայություն է աշխատել։ Այս ժամանակ եթե ես 60 տարի կարա է թոշակ ստանալ։ Տեղափոխվելուց հետո ես որ մինիստրի սովետ արդեն ի պաշտոն է, պետք է ստանայի։ 90 թվականին, երբ որ հեղաշրջումը դեռ չէր եղել, ես դիմում գրեցի 60 տարի լրացել է, խնդրեմ իմ հատական թոշակը նշանակեք, ինձ էլ աշխատանքից ազատեք կամ ցածր աշխատանքի տարեք, ես իրանք ունեի պաշտոնով աշխատելու։ Մի շաբաթ առաջ իմ գործը լսվել էր Նայսնեսոյդ նախագահի տեղի մասնակցությամբ եւ անգամ իմ լավ աշխատանքի համար իմ ծառայական մեքենան նվիրել էին ինձ։ Իմ պատրաստ էր 3 օրեր մնացել, որ մինիստրությունում պետք է լսեին, երկիրը քանդվավ իրար։ Եկավ Վազգեն Մանուկյանը հենց առաջի օրը կներեք ախր, էլի, խելաց էր, ուղեղն աշխատում էր, կամպյուտերին մանախ, բայց հիմարություն արեց։ Չիմանալով այդ բաժիներանց ինչ ա ներկայացնում։ Երբ որ սկսեց բաժիները ման գալ, հարցրել է, սա ինչ բաժին է, ասել են, սա անհատական թոշակ նշանակել բաժին ասել։ Էդ ինչ ա, հենց այսօրվանից դուք արեք։ Չէր իմանա, որ դա իրս ինչ դերակատարում ունի։ Դրա համար ոչ թե մի հերանից անմիջապես զրկվեցի եւ ամբողջ 60 տարվա թոշակից էր ծառայական մեքենայից էր եւ սկսեցի նորից շարունակել աշխատել 96 թիվը։ Ամիսը 4000 դրամ պակաս փող եմ ստանում 90 թվականից մինչև 2017 թիվը։ Ինչու՞։ Կոլխոզում աշխատած ժամանակ գրքույկ չկար, տեղեկանքով էին տեղում, երբ որ ես արդեն զրկվեցի թոշակից, սովորական թոշակ պետք է ձևակերպեի, տեղեկանք բերեցի նաեւ գյուղից, որ կոլխոզում աշխատել եմ Էսվից էս թիվը, բանից պարզվեց, որ էլ ես Վազգեն Մանուկյան օրոք, թե էդ ինչ են փոխը, տարով է, ինչ է, տարով են, չէ թոշակը նշանակում, չէ, տարոն վերացվել են, ասեն, կոլխոզնիկը 4 տամից պարապնորսում է ձմերա, խիպտի տարով տանք, այդ աշորեր էին փոխը, աշորերը որտեղից բերեմ, գնացի, ասի գնամ, աշորերը ասին աշոր չկա, որովհետև 50 թվականին կոլխոզը կայծանքը խփել էր կոլխոզի գրիշտը տարել էր, արխով, մաշով, խախորել, բաղումը բողոք եմ, մինչև Փաշինյանն եմ բողոք է, վերջերս, բոլորս տեկրետ է, գրգել են սոցապից 10 հատ գրություն ունեմ, թապած այստեղ, հիմք չլնելու պաշտ, հիմքը ձեր գլխին կպրի, կարկուտը, գրիշտը տարել է, աշոր չկա, հիմքը որտես բերեմ, բան չի դատարանը, դատարանը 2016 թվականին, իմ ընկերներից Մոսկվայից հանդիպեց, ասեց ոնց ես, ասի շատ ծանր վիճակում եմ, սենց բանկ, ասեց բախի չես դատի տալի, ասի 300,000 փող են ուզում, որտե՞ց դատի տամ, ասեց ոնց թե, ափսոս ասեց ես գնում եմ, մի հատ տեղ կա, ես քեզ կտանեմ, գնա այնտեղ իմ անունով, ասա քեզ կընդունեն դատի, գնաց բանից դուրս եկա, որ մարդու երեքսերի պաշտպանի գրասենյակն է, առաջ ապտեկայի մոտ է,
Գրացի 3000 ռուբլով ինտերնետին գործբանը աշխատը։ Իմ բողոքները ղրգեցին դեղ դատարանը կենտրոն համայնքը։ Անգամ չկանչեցին ինձ, 4 տարին էլ վերականգնեցին։ Ես ուրախությանս չափ չկար, վերջապես 4000 ռուբլի ավեր պետք է ստանամ։ 77 թվական 2017-ից հետո մինչև այսօր 4000 դրամ ավել եմ ստանում։ Ինչու՞ դատարանը որոշումը տվեց, բայց դատարանը հիմքը որտե՞ց էր վերցրեց, Հայաստանի օրենքը չի։ Դատարանը որտե՞ց հիմք ճարեց։ Սոցիալ ասեց որոշեցին մի ամիս հետո կստանաս, ասի բոլորը մի անգամից պետք է ստանամ, ասին ոչ, անցյալը չեն կարող տա։ Հետադարձ ուժ չունի։ Դե չունի, ասի բայց ինչի՞ սա պետք է, մի կարող մի տարի էլ չապրեմ, մեծ մասը։ Պետք չէ, պետք չի, թող եկա, բայց մինչև այսօր ապրում եմ։ Ինչու չգիտեմ։ 26 տարի 4000 դրամ պակաս եմ ստանում։ Ինչի համար, երբ որ կոլխոզում աշխատել եմ, հերիք չի։ Վայենկոմունին օգնել եմ։ Ես գիտեք, որ Զակավկազկի օկրուգի համար մեդալ եմ ստացել երեխա ժամանակ 13-14 տարեկան։ Էշեմ տարի հանձնել, որ գնան Կովկասյան լեռները պահեն։ Մեդալ եմ ստացել դրա համար։ Ով գիտի դրա մասին։ Այնքան հիմար եմ եղել, որ կարողացել եմ այսքան ապրեմ։ Ես մեկ մտածում եմ, որ քնեմ առած վերջ չգնամ, չի ստացվում, ինչ անեմ։ Հիմա մենակ գլուխս ապրում, ո՞նց է ցավ։ Ֆոլվարտը սելա լավացել, զարմացա ինչպես եմ լավացել ես։ Իմ ուղեղը այսօր մինչև հիմա ավելի թարմ է, քան ցած 3 տարի առաջ։ Չի կարող ես ախմախը։ Իմ կինը ինձանից խելոք էր, 60 տարից որոշի դիրեկտոր է Սախարովի անվան, երրորդ մասում։ Ինձանից խելացի էր։ Բայց նա վերջում ինձ չէր ճանաչում, ասում է ես մի լավ ընկերն ես։ 4 տարի հիվանդ եմ պահել։ Իսկ հիմա ես օրվա համար մտածում եմ, կարամ արդյոք մի տարի էլ պահեմ ես կնոջը։ Հենա ինքը լսում է, որտեղից պահեմ։ 80,000 թոշակայամ, 20,000 էլ տալիս են որպես չգիտեմ բանի անդամ, չգիտեմ 100,000-ով ես մենակ իրան ինչքան տալիս եմ, իսկի դա չի երիքի, բայց ոնց ապրեմ, դեղ ես ոնց առնեմ, սաղ դեղ եմ խմում, իսեցերի, որ եթե ես նորից ծնվեի, այնքան հիմար եմ եղել, 3000 ռուբլի փող ընտրեց չեմ վերցել, իմ կինն էլ ինձ հիմար էր, ինձանից խելոք էր, բայց ռուսաձեն մասնագետ էր, սաղ ինստիտուտների անել շտուգում էր, անգամ մեդալիստի փող չի վերցրել 3000, բայց եղել եմ եկել եմ իզակարում, նորից ծնվեի, նույնը կլնեի, չէի կարա վերցնեմ, իմ էլ չեմ վերցնի, հիմ էլ տան չեմ վերցնի, դրամա իմ գիրկը կոչվում է, նորից ծնվեի, նույնը կլնեի, չեմ փոշմանը, հիմա նոր դառնամ 1 միլիոն մեծ բան եք տալի, 1 միլիոն 200,000 այսօր պարտք են, 90 թվականից մինչև այսօր հաշվեք քանի տարի անում, ամիսը 4000, 44,000 դրամ պակաս են տալի, իմ օրինական փողն է, ես միլիարդներ եմ տվել պետությանը, խիչակ իմ օրինական փողը տվեք, հիմարներ։ Շնորհակալություն, որ խոսեցիք, որ այսքան անկեղծ եղաք։ Ախր շատ եմ ներվայնանում, կներեք, ես այսքան ներվայնանում եմ, զարմանում եմ, ոնց չեմ մեռնում, ոնց չի ֆախ կպում ինձ։